Evcez harkeli ungentirnere vagantիրներ վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայտարարություն, հայկական ինքնության բահբանումը, ազգային եւ արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնան համահայկական թիվ 1 օրագարկ։ Դավիթ Իշխանյան Բաքուի Փանդենգը հայտարարե աբորինի դատավարությունները հստակ ռազմավարությամբ եւ հերահար նպատակներով ուղղված են հայ ժողովրդի եւ հայկական պետականության թեմ։ Ընտիմատիր նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյան ցերպակալվեցավ։ Եվրոպական խորհրդի տարեկան զեկուցումը կհաստատե, որ Հայաստանի մեջ 15898 քաղաքացիներ կգտնվին քրեական հսկողության տակ։ Բոլսո Սկյուդարի պատմական հայկական գերեզմանատունը վանդալիզմի ենթարկվեցավ։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն 3 հրապարակեց հետևյալ հայտարարությունը։ 7 հունիսին Հայաստանի մեջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորորյա պատմության մեջ կմնան իբրև աննախընթաց պետական ահաբեկչության պայմաններում մեջ տեղի ունեցած ընտրություններ։ Իշխող վարչախումբը ընտրական ամբողջ գործընթացի ընթացքին գործեց առանց միջոցներու մեջ խտրություն տնելու։ Լայնորեն կիրարկվեցան վարչական բոլոր միջոցները պետական եւ համայնքային լծակներու օգտագործումով։ Գործի տրված կարոշչական վարչական ամբողջ զինանոցը միտք ուներ ամեն ձևով քաղաքական մրցակցությունը սահմանափակելու եւ ընտրողներուն ազատ կամքի արտահայտության վրա աստելու։ Իշխանության տարածած ադելության խոսքը եւ ցերնարգած քայլերը ժողովրդին մեջ հարաճ բերին բաժանարար նոր գիծեր եւ բարակտումներ։ Արդյունքը եղավ այն, որ առաջին անգամ լալով վարչական միջամտության հետևանքով Հայաստանի քաղաքացին զրկվեցավ իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը խորհրդարանին մեջ ներկայացված լալու իրավունքեն։ Ընտրական խախտումներուն չափը անոնց համագարկված բնույթը կփաստեն ընտրությունները իշխանության բաբանումի միջոցի վերածելու վարչախումբին ցկտումները։ Ավելին, ընտրական խախտումներուն վերացումի պահանջը քաղաքական նպատակահարմարություններու պատճառով զանոնք անհետևանք ցկելը կհառաջացնեն պետական գարույցներու գենսունակության եւ սահմանադրական գարկի բաբանումի հիմնական կասկածներ։ Այլևս աներկբա է, որ խորհրդարանական այս մեծամասնությունը ցևավորված է ոչ թե ժողովրդավարական ընտրություններու, այլ բացառապես սահմանադրական թադարանի գողմնակալ որոշումի եւ վարչական մեքենայություններով իրականացած հրահանգներու պաշխումի իբրև արդյունք։ Այս ընտրություններուն ընթացքին էական կորձոն էին նաև արտաքին ուժային գետրոններու եւ զանազան թերագադարներու բացահայտ միջամտություններն ու ասացությունները, ինչ որ լուրջ հարված էր Հայաստանի իշխանության եւ գերիշխանության։ Այդուհանդերձ հագարակ նշված բոլոր հանգամանքներուն, դժվարություններուն, սահմանափակումներուն եւ խոչընդոտներուն հավաքական ընտիմությունը կարողացավ պատկարելի տիվով ընդրակվես ստանալ։ Բաշտոնապես արձանագրված արդյունքները թեև գործող իշխանություններուն փաստացի վերարտադրվելու կարելիություն կուտան, սակայն ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անգումի ընթացքի մեջ է եւ իր օրինականությունը գործընծուցած է։ Այս վկայություններն են նաև նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները։ Իշխող վարչախումբի կայլերուն իբրև հետևանք քաղաքական ճգնաժամը ավելի խորացած է։ Ամեն կնով վերարտադրվելու իշխանություններու մոլուցկը հարվածի տակ դրած է հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, գայունությունը եւ պետության գենսունակությունը։ Գործող վարչախումբը շարունակ կթիրախավորե անկախության հռչակագիրը, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, Արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմերը եւ բոլոր այն բաները, որոնք հանդիսացած են համահայկական միասնության շաղախ։ Ստեղծված պայմաններուն մեջ նոր պայմաններ եւ հանգամանքները նկատի առնելով հարկ է քաղաքական պայքարը շարունակել նոր մարտավարությամբ, նոր թափով եւ ուշքնությամբ։
Գլխավոր հարցը իշխող վարչախումբին Հայաստանի թրկացման առաջնորդող գործանարար եւ աղեդապեր քաղաքականության կանխումն է եւ այս գծով շատ կարեւոր է որ բոլոր առողջ ու ազգային ուժերու համագարկված աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը հետևողական եւ աննահանջ բայկարը բոլոր ջագատներուն վրա հաջողության հասնելու միակ ճանապարհն է հայկական ինքնության բավանումը ազգային եւ արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնան համահայկական թիմեք օրագարկ հաստատած է հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի 3 հրաբարագած հայտարարությունը Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ այժմ Աբորինի գերբով Բաքուի մեջ բանդարգված հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի նախկին անդամ Դավիթ Իշխանյան բանդեն հղեց հետևյալ պատկամը Խաղաղության դատավարությունը կշարունակվի Ինչպես տեղյակ եք, դատավարությունը այժմ վերաքննիչ դատարանին մեջ է Մենք շատ լավ կհասկանանք եւ կգիտակցենք, որ այս փուլը ցեվական բնույթ կգրե եւ առաջին ադյանի դատավճիրին վերաբերող որևէ փոփոխություն դժվար թե ըլլա Սակայն գիտնալով, որ միջազգային դատարան դանող ջամփան այս փուլեն կանցնի, մենք դիմեցինք վերաքննիչ դատարան Նույնիսկ գարկմպաշտպաններ արդեն դատական նիստին ընթացքին մտահոգություն հայտնեցին, որ նման դատավարությամբ եւ փաստերով միջազգային դատարան հասնելը իրենց համար շատ ծանր եւ ամոթ է։ Անոնք պաշտոնապես դատական ամբիոնեն հայտարարեցին, որ այս ընթացքով չեն ուզեր միջազգային դատարան հասնել եւ բարձվել։ Հետագային ինչ կբադահի այլ հարց է։ Դատարանը մշտապես բաց դատավարության, արդարության եւ արդարադատության մասին կխոսի, սակայն ինչպես առաջին ադյանի դատարանին մեջ, այնպես էլ հիմա որևէ էական փոփոխություն չկա։ Անցյալ շաբաթ իմ ելույթիս ընթացքին ներկայացուցի, թե ինչու վերաքննիչ դատարան դիմացեմ։ Խոսքս առաջին ադյանի դատարանին մեջ արտասանած խոսքին մասին էր։ Ես գրգին ընդգծեցի, որ այս քաղաքական բադվերով կատարվող դատավարություն է, որ քրեական հանցանքներու հետ որևէ կապ չունի։ Այս ազգային պատկանելիության եւ ադելության հողի վրա կատարվող դատավարություն է եւ ամբողջ գործը կընթանա այդ մոլորտով։ Նշեցի նաեւ, որ առաջին ադյանի դատարանը գոբդորեն խախտած է Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգիրքին պահանջները, ինչպես նաեւ մարդու իրավունքներու եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Խոսքս բնականաբար դատախազներու եւ դատավորի անհիմն միջամտություններով բազմիցս ընդհատվեցավ։ Այնուամենայնիվ, ելույթս ավարտին հասուցի եւ հոդված առ հոդված ներկայացուցի, թե դատավճիռը ինչպիսի անհիմն ձևակերպումներու, զրբարտություններու, առանց ապացույցներու եւ հստակ փաստերու վրա հիմնված է։ Ցույց տվի, թե ինչպես Ադրբեջանի քրեական օրենսգիրքին հոդվածները գամայականորեն գիրարգված եւ գոբդորեն վերակրված են ոչ միայն ինձի, այլև բոլորիս։ Նույնիսկ ասի, որ այս ոչ թե գարված գործ է, այլ բարձավես գարգդան։ Օրինակ, 1993-ին ծնած անցին 1991-ին 1994 թվականներու ռազմական գործողություններու մասնակցություն կվերակրեն։ Գբնտեն թե այդ դատարանի մեջ փաստված է եւ 15 տարվան բանդարգության կդատապարտեն։ Ինչպես առաջին ադյանի դատարանին մեջ ըսած եմ, այստեղ եւս հստակ հայտարարեցի, որ այս հայ ժողովրդի եւ հայկական պետականության թեմ բացված դատավարություն է, հստակ ռազմավարությամբ եւ հերահար նպատակներով։ Մեզի համար ամենեն կարևորը ողջախոհությունն է։ Մենք համեմատաբար հետևողական եւ նպատակային ցեվով մեր քայլերը կշարունակենք։ Մեր ելույթները արժանապատիվ են։ Միջազգային դատարաններուն եւ ադյաններուն վերաբերմունքը բացահայտորեն արհամարհական է։ Ամենեն ծանրը այն է, որ մեր երեսին գսեն։ Եթե ձեր իշխանությունները բամը չեն ըներ եւ ձեր վերադարձով հետաքրքրված չեն, ապա միջազգային դատարաններեն ինչ կուզեք, անոնք ինչ կրնան ընել։ Իսկական վիճակը այս է։ Արդեն լուրեր կշրջին, թե հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չընդունի։ Գփորձենք կանխագալ մթնոլորտ ստեղծել եւ արհեստական զանազան միջամտություններով գործին վրա հաստել։ Պատկերացուցեք մինչև այսօր պաշտպանները դակավին իրենց դրամատրության տակ մեղադրական եզրակացությունը եւ դատավճիռը չունին։ Մեր բանջներեն յետք դատավորը միայն որոշեց, որ պաշտպաններուն արտոնել էլեկտրոնային դարբերակով դատավճիռին ծանոթանալու։ Այսինքն, անոնք նույնիսկ իրենց մոտ չեն կրնար օրինակ ունենալ։ Մենք կսպասենք այս փուլի ավարտին եւ պիտի շարունակենք հետեւողականորեն մեր քայլերը իրականացնել։ Մնացյալը ամեն ինչ բնական է։ Լավ մնացեք եւ բինտ եղեք։
նշեց հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի նախկին անդամ Դավիթ Իշխանյան։ Երեկ առավոտյան իր բնակարանեն ցերպակալեցին եւ քնչական բաժին նախկին ինտիմատիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը անագնգալի եղավ։ Ընտրություններուն Գագիկ Ծառուկյանի Պարկավաճ Հայաստանի ցանկով մասնակցած Մանուկյանին քնչականը արդեն մեղադրանք առաջադրած է մայիսին գալանավորված Անդրանիկ Թևանյանի գործով։ Ցերպակալությունեն ժամերի հետ դատարանը սկսավ զայն 2 ամիսով գալանավորելու միջնորդությունը քննել։ Պաստապան Դիրայր Ղարաբեդյան ասավ, որ այս ցերպակալությունը քաղաքական հետապնդումի արգայություն է։ Մանուկյանի գուսակցության Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյան, որ նաև Պարկավաճ Հայաստանի ցանկին երկրորդ թիրքին վրա է, գմեղատրվի լրտեսության եւ pedagogan թավաճանության հոդվածով։ Իրավաբանները Արեգնազ Մանուկյանին թեմ մեղադրանք առաջադրեցին pedagogan քաղտնիկ բարոնագող դեղեցությունը հրաբարակելու հոդվածով։ Եվրոպական խորհրդի այս դարվան զեկուցումին Հայաստանի հատկացված բաժինին մեջ կնշվի, որ Հայաստանի մեջ 15898 քաղաքացիներ կգտնվին քրեական հսկողության տակ։ Այս ցերպակալվածություններուն, դատաբարդյալներուն եւ փորձաշրջանի հսկողության տակ գտնվող անձերուն ընդհանուր թիվն է։ Ընդհանուր առումով դեկտեմբեր 2025-ի դրությամբ Հայաստանի բանդերուն մեջ 2686 դատաբարդյալ եւ ցերպակալված բաղված է, իսկ 13212 հոգի փորձաշրջանի հսկողության տակ են։ Փորձաշրջանը եւ բանդերը Եվրոպայի մեջ վերնակրյալ զեկույցին մեջ նաեւ մահվան մասին տվյալներ կան։ Ըստ այնմ 2024-ին դարաշրջանի մեջ գտնվող անձերուն մահվան համեմատությունը կազմած է 43.1 մահ 10000 անձի հաշվով, իսկ բանդերուն մեջ արձանագրված է 37.2 մահ 10000 ցերպակալվածի կամ դատաբարդյալի հաշվով։ Հայաստանը փորձաշրջանի մեջ եղողներու բարձր ցուցանիշ ունեցող երկիրներու շարքին է 429 անձ 100,000 բնակիչի հաշվով։ Նման բարձր ցուցանիշներ Եվրոպայի մեջ ունին Լեհաստանը, Թուրքիան, Վրաստանը եւ Ալբանիան։ Գիները կազմած են փորձաշրջանի մեջ գտնվողներուն 4.4%-ը եւ բանդերու մեջ բանդարգվածներուն 2.6%-ը։ Զեկույցին համաձայն փորձաշրջանի հսկողության ընթացքին Հայաստանի մեջ ոչ մեկ անձ պայմանականորեն ժամկետեն առաջ բադիժեն արձակված է։ Բոլսոս Կյուդարի պատմական քերեզմանատունը 7 հուլիսի երեկոյան վանդալության ենթարկված է։ Բոլսո Բադրիարքարանը հայտնեց, որ քերեզմանատան տարածքին մեջ գտնվող 6 դաբանակար եւ շադրվան վնասված է։ Բադրիարքարանին համաձայն անձանոտ անցումը գիշերը քերեզմանատուն մուտք գործած է եւ քանթած է։ Քերեզմանատան մեջ կհանգչին արևմտահայ մշակույթի շարք նշանավոր ներկայացուցիչներ, ինչպես Հակոբ Բարոնյան, Երվանդ Օդյան, Բեդրոս Տուրյան, ինչպես նաեւ հայկական առաջին օպերայի հեղինակ քրաշար երաժշտահան Դիկրան Չուխաջյան։ Դեպքը Թուրքիո մեջ հարացացուցած է հայկական մշակութային եւ գրոնական ժառանգության բավականման շուրջ մտահոգություն։ Հարկելի ունգընթիրները վագընթիրները վանացայնեն տուկ ունգընտրեցիք հայկական աշխարի այսօրվան լուրերը, ծեզի է դեինց այնը աղորդավար Մարինեն և ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։